Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, Աստված արդյոք կպատասխանի այն մարդու աղոթքին, ով չի ապաշխարել ու հավատքի կյանք չի ապրում։ Այո, սիրելիներս, երբեմն Աստված պատասխանում է այդ մարդուն քաջարելու, դարձի բերելու, հավատքի կյանք ապրելու եւ իր հետ լինելու համար։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս պատասխանը նրա համար է, որ Աստված իր սերն է ցույց տալիս։ Երբեմն հանդիպում ենք մարդկանց, ովքեր ասում են. «Ինչու ապաշխարեմ, երբ Աստված իմ աղոթքներին պատասխանում է»։ Այո, Աստված պատասխանում է քո աղոթքին քո դարձի համար, ոչ թե որ դու ճիշտ կյանք ես ապրում, նա քաջալերում է քո կյանքը, այլ հակառակը, որպեսզի նրա սերը տեսնես, հասկանաս, որ Աստված քեզ պատասխանում է քո փրկության համար։ Անշուշտ պետք է ընդունենք նաև, որ երբեմն չապաշխարած մարդու հավատքի կյանք չապրող մարդու աղոթքին Աստված պատասխանում ոչ թե իր աղոթքների համար, այլ նրանց համար, ովքեր աղոթում են այդ մարդու համար, սուրբերի եւ հրեշտակների բարեխոսության համար։ Սա ոչ թե այդ անապաշխար ու հավատքի կյանք չապրող մարդու արժանիքն է, այլ նրա համար աղոթող մարդկանց գինն է։ Երբեմն սիրելիներ, երբ որ մենք պարգևներ, շնորհներ, ձիրք, որոշակի հաջողություններ ենք ստանում, դա մեզ չպետք է վերագրենք։ Աստված այդ ամենը տալիս է նրա համար, ոչ թե մենք մաքուր ենք, արդար ենք, սուրբ ենք, այլ որտեղ ինքն է բարի եւ ինքը ողորմած է։ Ողորմելը Աստծո համար մեծ հաճույք է։ Աստված սիրում է բոլորին տալ, մեղավոր մարդուն էլ, արդար մարդուն էլ։ Արդար մարդը, որ աղոթում է, դա գեղեցիկ, որտեղ ինքը արդեն մտերմացած է Աստծո հետ, բարեկամական հարաբերություն եւ ստանում է ինչ որ խնդրում է։ Երբ որ մեղավոր մարդուն է տալիս, Աստված նրան հրաբիրում է այդ բարեկամությունը ապրելու համար։ Աստված ուզում է ասել, որ ես չեմ սպասում քո դարձին, երբ որ դարձ ունենաս, նոր արևը ծագեցնեմ քո արտերի վրա, անձրև թափեմ, ինչպես Հիսուս է ասում, Աստված իր արեգակը ծագեցնում է թե արդարների, թե մեղավորների համար։ Սա Աստծո էությունն է, բարություն եւ բարի լինել։ Սրանով Աստված ցույց է տալիս, որ անգամ մեղավոր մարդուն այնքան է սիրում, որ իր օրհնություններից չի զրկում, բայց մեղավոր մարդը ինքը պետք է ապաշխարության ճանապարհը գտնի, հավատքի կյանքը ապրի, որպեսզի ավելիով ստանա։ Աստված շատ կարող է քո աղոթքի խնդրանքը քեզ տալ, որպեսզի դու զգաս քո մեղավոր լինելը եւ փրկվես։ Քանի անգամ ենք մենք մարդիկս խոստացել, որ Տեր, եթե այս անգամ էլ ողորմես, այս անգամ էլ իմ խնդրանքը կատարես, այլևս իմ մեղավոր կյանքով չեմ ապրի։ Ստացել ենք, բայց նորից շարունակել ենք մեղավոր կյանքը ապրել։ Խոստացել ենք, բայց նորից զլացել ենք մեր խոստումը պահել ու կատարել։ Աստված այդպես ամեն անգամ իր սերը արտահայտում է, որ տղաս, աղջիկս, սիրելիս, հարազատս, իմ նպատակը քեզ կործանելը չէ։ Իմ նպատակը քո դարձն է, ապաշխարելն է եւ ապրելն է, հարատևել իր ներկայության մեջ։